Այս տունը Ֆրենք Լոյդ Ռայթը ստեղծել է ոչ թե գեղեցկության համար, այլ պարզապես ապացուցելու իր գաղափարը։ 1930-ական թվականներին պատվիրատուն խնդրեց ստեղծել տուն ջրվեժի տեսարանով, սակայն Ռայթը կատարեց հեղափոխական քայլ, կառուցելով տունը հենց ջրի վրա։ Այդտեղ ճարտարապետը ներկայացրեց. տունը չպետք է նայի բնությանը կողքից, այն պետք է լինի բնության մի մասնիկը։ Այն օրգանիկ ճարտարապետության վառ օրինակ է, որտեղ տան ֆորման կրկնում է ժայռի դիրքը։ Ինտերիերում օգտագործված է տեղական քար, փայտ, բետոն եւ ապակի։ Հատակը կոպիտ ֆակտուրա ունեցող քարից է, պատերը մասիվ են առանց դեկորների։ Նույնիսկ գունային գաման կրկնում է շրջապատող բնությունը, հողային, տերակոտա եւ տաք փայտի երանգներ։ Առաստաղը ցածր է, ստեղծելով ապահովություն, իսկ հորիզոնական գծերը ուժեղացնում են հողի հետ կապը։ Falling Water այսպես է կոչվում Ռայթի նախագիծը, որն ապացուցեց. տունը դա բնության շարունակություն է, եւ այսօր այն ամենահայտնի առանձնատունն է Ամերիկայում։